Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, Վանթոք Հալիքի եթերում Real Talk podcast-ն է։ Իմ հյուրն է վերլուծաբան Դավիթ Ստեփանյան։ Բարև ձեզ, պարոն Ստեփանյան։ Շնորհակալություն հրավերս ընդունելու համար։ Ձեզ հետ կապված, քանի որ ես գալիս էի այստեղ ճանապարհին, ես դիտում էի ձեր հարցազրույցները, իհարկե շատ հարցեր կան կուտակված, բայց կցանկանայի ընթացիկ խնդիրներից գնալ, քանի որ եկեղեցու հետ կապված բազմաթիվ աղմուկներ եղավ, իհարկե հասկանում եմ, սա նաև հայ վերլուծաբանների չսիրած թեման է դարձել վերջին շրջանում, շատ չարչրկված, տորպեդահարված։ Շատ ճիշտ եք նկատել։ Այո, եւ ուզում եմ ընդհանուր խոսենք, հա, ընտրություններ են, քանի որ ընդամենը 7 ամիս մնաց ըստեյության հունիսի 1-ին, եթե չեմ սխալվում, ընտրություններ պետք է լինեն։ Հունիսի 7-ին։ 7-ին, այո, հնարավորություն եմ խնդրում եւ այս պարագայում ինչ կանխատեսումներ ունեք այս ընտրություններին, ինչքան որ մոտենան ընտրությունները, այդքան այդ կոմպրոմատների այսպես կոչված արշավը կշատանա, միմյանցեղ շպրտոցները, դա ընդհանուր ընտրությունների տրամաբանությունն է, բայց ես ուզում եմ իմանալ արդյոք տարբեր կողմեր մեկը մյուսի վրա իրենց այսպես ասած արգղերը կհանեն եւ շատ կեղտոտ ընտրություններ է մեզ սպասվում ըստեյության։ Այն ինչ որ դուք ասացիք, որ դա ընդհանուր տրամաբանություն է, միանշանակ համամիտեմ ամբողջ աշխարհում է այդպես։ Նույնիսկ Ամերիկայում, երբ որ մենք տեսնում ենք նախընտրական կամպանիա է սկսվում, ինչ կեղտասես դուրս չի գալիս դեմոկրատները եւ հանրապետականները հանում են այնպիսի քեյսեր, որոնք նույնիսկ պատկերացնել չես կարող, ես կարծում եմ նույնը մեծ մոտ է լինելու եւ դա ինչ որ առումով նորմալ է։ Նորմալ է, երբ որ վերաբերվում է զուտ քաղաքականությանը, քաղաքական գործընթացներին, աննորմալ է, երբ որ քաղաքական գործիչների վրա կան կոմպրոմատներ, այսպես դասավորված կոմպրոմատներ, ինչ որ ձայնագրությունների տեսքով, շատ դեպքերում ղազագիզների տեսքով Հայաստանում այդպիսի բան էլ կա, ու շատ բան ենք մենք տեսել։ Դա է աննորմալ եւ աննորմալ է, երբ որ այդ ամենը ձևավորվում է այն կառույցների միջամտությամբ եւ գործուն մասնակցությամբ, որոնք պատասխանատու են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար, արտաքին առաջին հերթին։ Եվ ես ցավով եմ նշում, որ այս կեղտի լճի, այս լճակի մեջ, հա, դիղմի մեջ նաև թաթախվել է հայ առաքելական եկեղեցին։ Նրան թաթախել են այդ կեղտի մեջ, թաթախել են ընդհանուր, այսպես ասած, ջանքերով իշխանությունը, ընդդիմությունը եւ առաջինը հենց հայ առաքելական եկեղեցու վերնախավը։ Եվ արտաքին ուժերը։ Ու մեկ ուժ է, ասինքն դրանց մենք դեռ կանրադառնանք եւ վերնախավը, որ ղեկավարում է այդ եկեղեցին։ Եթե առաջինը եւ երկրորդը, այսինքն եկեղեցու վերնախավը եւ այս քաղաքական ընդդիմությունը անում են դա Ռուսաստանից եկող ինչ որ ասեմ հայերեն դա ինչպես է կոչվում մետադիչկաների միջոցով, իշխանությունը անում է դա ինքն իրենով իր շահերը հետապնդելով, որտեղ իշխանությունը պաշտպանվում է։ Եկեղեցին ներմուծվել է քաղաքականություն, դա բոլորին հայտնի է, Բագրատ կամ Վազգեն Գալստանյանի շարժման միջոցով, դա առաջին հաստակն է։ Ինչից հետո նրանք մտան իշխանության տարածք, մտան քաղաքական տարածք, իշխանությունը պատասխանեց մտնելով եկեղեցական տարածք։ Սա այն ինչ որ տեղի է ունեցել, ես չեմ ասում դա լավ է, վատ է, բայց սա է։ Եվ այո, գնալով այդ կոմպրոմատների պատերազմը, այդ կեղտը շատանալու է։ Մենք պետք է այդ ամենին պատրաստ լինենք եւ պետք է փորձենք այդ կեղտի մեջից, այդ դիղմի մեջից գտնենք ինչ որ ողջամտության հատիկ, հա, որը թույլ կտա մեզ գնալ, անպայման գնալ ընտրություններին, անպայման մասնակցել ընտրություններին եւ ձեր եթերն էլ եմ օգտագործում, որպեսզի հորդորեմ մեր բոլոր քաղաքացիներին ոչ թե ժողովրդին։ Ես ժողովուրդ չեմ ճանաչում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հորդորում եմ մասնակցել ընտրություններին։ Քաղաքացիները կոչում է նաև սա։ Ընտրեք ձեր խղճով, ընտրեք ձեր մտքով, ձեր ցանկությամբ, բայց ընտրեք։ Մասնակցեք ընտրություններին։ Մի թույլ տվեք, որպեսզի ձեր ձայները օգտագործեն։ Ուղղակի վտանգ չկա, որ այս ամեն ինչի մեջ այս թնջուկը, հա, որ ստեղծվել է ըստեյության երկկողմանի, ես հիմա չեմ մեղադրումով սկսել, ինչից եղավ, այլ սա կարող է պատճառ դառնալ, որպեսզի թիրախավորվի հենց հայ առաքելական եկեղեցին, այո, առանձին հոգևորականներն են, բարձրապես որ մեղադրանքները լսվում են, մեկ-մեկ էլ թեկուզ սա իշխանական կառույցության կամ եւ իրանց մոտ շրջանակների կողմից տպավորություն է, որ այ եկեղեցուն են, ոչ թե ինչ որ անհատներին։ Սա ձեզ մոտ կա այդպիսի տպավորություն հետաքրքիր։ Չէ, հայ առաքելական եկեղեցին վաղուց թիրախավորված է։ Ճիշտ չի լինի նշել, որ թիրախավորված է Կտրիչ Ներսիսյանը կամ Նավասարդ Կճոյանը կամ Բագրատ կամ Վազգեն Գալստյանը, հենց այդ է, որ ցավը նրանում է, որ հարվածի տակ, ես շատ կոպիտ եմ ասել, քացոտակ հայտնվել է եկեղեցին։
Դա չպետք է լինի այդպես։ Քացու տակ հայտնվել են հավատացյալների հոտի զգացմունքները։ Մեր ամենալավ նկարտումները, մեր հավատքը, որովհետև այդ եկեղեցուն դարձրել են մի գործիք, ամենակեղտոտ բանը, որը կա աշխարհում, դա քաղաքականությունն է։ Այդ կեղտոտ խաղերում դարձրել են գործիք եւ օգտագործում են, այնպես որ դա արդեն տեղի է ունեցել։ Այլ հարց է, որ իշխանությունը նշում է եւ ես այստեղ իրենց հետ համաձայն եմ, նրանց թիրախը ոչ թե հարակելական եկեղեցին, այլ կոնկրետ կաթողիկոսը եւ մի քանի arczepiskopos, որոնք աշխատում են իրենց դեմ։ Կատարելով ինչ որ քաղաքական պատվերներ, տարբեր տեղերից եկող, հա։ Թե կաթողիկոսը իրենց լոյալ լիներ կամ այդ ձեր ասած arczepiskoposները մի քանի, իրենք կնային իրենց կենսագրությանը, այսպես ոչ մի դեպքում, մենք պետք է լինենք հնարավորինս ազնիվ գոնե մեր արժեվ։ Քան բարևարք են դրանք։ Չէ, ոչ մեկին դա չէր հետաքրքրում տասնյակ տարի։ Եկեղեցին այսօր չի։ Եկեղեցու վերնախավը միշտ պետք է սա նշենք։ Եկեղեցու վերնախավը այսօր չի, որ այլասերվել է։ Այն այլասերվել է շատ վաղուց, 100 տարիներ առաջ։ Եվ եթե այսօր քաղաքական իշխանությունը չգիտեմ ինչ տեղի ունեցավ, մի անգամից հիշեց այդ մասին եւ սկսեց խոսել այդ մասին, դա բացատրվում է ոչ թե նրանց մղումներով ապահովել այդ բարեվարկությունը առանցին եկեղեցականների, որոնք այդ բարեվարկությունը չունեն, այլ նրանով, որ դա ուղղակի օգտագործում են որպես միջոց նրանց նստեցնել իրենց տեղը, այսինքն եկեղեցու ներսում եւ թույլ չտալ, որ նրանք մտնեն քաղաքական խաղերի։ Նոր հակահերոսներ են պետք ինչ որ առումը, որովհետեւ հները մաշվել են, չէ, եկեք ընդունեն Քոչարյանը, մյուսները եւ այլ։ Հներին դեռ երկար ժամանակ է Նիկոլ Փաշինյանը օգտագործելու որպես այդպիսի հերոս կամ լավ հերոս, այսպես ասեմ, դեռ երկար է օգտագործելու, բայց ինչու ոչ, եթե կարելի է թիրախավորել մի մարդուն, որի դիրքերը բավականին թույլ են, խոցելի են, շատ ճիշտ եք նշում, իսկ Գարեգին երկրորդը Կատրիչ Ներսիսյանից համար տարբերություն չկա, ինքը շատ խոցելի է, եւ սա իրականում ինձ ցավ է պատճառում, որովհետեւ այդ մարդը ոչ թե սովորական մարդ է, այլ մեր եկեղեցու հոգևոր հովիվն է, եւ երբ որ նրանք այս կեղտը դուրս է գալիս այդ տեսա ձայնագրությունը, այդ կեղտոտ եւ այլն, սա հարված է հասցնում ոչ միայն այդ հոգևոր իշխաններին էլ նաև եկեղեցուն, իսկ սա ինձ համար շատ անթույլատրելի եմ ես համարում սա։ Շատ լավ անցնենք այսպես ասած արտաքին օրակարգին։ Ուզում եմ խոսենք դիվերսիֆիկացիայից։ Բոլորը խոսում են դիվերսիֆիկացիայի անհրաժեշտության մասին, որ դա պետք է Հայաստանից սկսած անվտանգայինից մինչև տնտեսական, հա, ոլորտներ։ Ուզում եմ հասկանալ, այսօր Հայաստանի Հանրապետությունը ունի այդ ռեսուրսը դիվերսիֆիկացիայի առհասարակ, որովհետև շատերը ասում են, որ այնքան է կախվածությունը կոնկրետ մեկ կենտրոնից, գիտենք այդ կենտրոնի անունը, եւ դիվերսիֆիկացիան հնարավորություն չկա Հայաստանի պարագայում, եւ շատերը մեկ անգամ ձեր հարցազրույցն էի դիտում, դուք շատ ճշգրտորեն նշեցիք, որ ըստ էության Ռուսաստանը իր բիետը, հա, ֆրանսերեն բառն եմ օգտագործում, տոմսը սպառել է, ոչ ռուսերենը։ Ուզում եմ հասկանալ, այս երկրների մեջ, տարբեր ուղղությունների մեջ այսօր կարող է ձեր պատկերացմամբ, արդեն քանի որտեվ ռեստարտի մեջ, չէ, իշխանությունները ըստ էության կարելի ասել Ռուսաստանի հետ հարաբերությունները ռեստարտի ենթարկեցին վերջին ամիսների ընթացքում, արդեն այցեր են կազմակերպում, ամենայնիվ դեպս այն իրավիճակը չկա, ինչ որ կար 2023-ին։ Մենք հիշում ենք, հա, շատ կոնկրետ ճեղքված կար, չէին մերժում էին, նույնիսկ ԱՊՀ-նիստերին շատ ցածր մակարդակով կամ ընդհանրապես չէին մասնակցում, այսօր կարծեք թե որոշակի հալոցք է նկատում այդ հարաբերություններին։ Խնդրեմ ձեր տեսակետը։ Հայաստանի գործող ղեկավարությունը երբևիցե չի փորձել Ռուսաստանի հետ հարաբերությունները խզել։ Դա ապրիորի, հա, որպես սկիզբ։ Ռուսաստանը ստեղծեց մի իրավիճակ, երբ որ հարվածելով Լեռնային Ղարաբաղին, Արցախին, նպաստելով մեր հայրենիքի կորուստի մի մասին, ստեղծեց մի իրավիճակ, երբ որ գործող իշխանությունը եւ անձամբ Նիկոլ Փաշինյանը այլընտրանք չունեին այլևս, երբ որ նրանք տեսան, որ ՀԱՊԿ-ը չի պաշտպանում ոչ միայն Արցախը, այլ նաեւ Հայաստանը, ջերմուկից հետո 22 թվականին, արդեն դարձավ իմպերատիվ հրամայական, որպեսզի այդ հարաբերությունները սկսեն վերափոխվել, տրանսֆորմացիայի ենթարկվել, եւ դա տեղի ունեցավ։ ՀԱՊԿ-ում մենք փաստացի այսօր չկանք, գոյություն չունենք ոչ մի կերպով, միայն թղթի վրա։ Այդ թղթի վրա գոյություն ունենալը մեզ պետք է այս պահին։
Ինչ վերաբերում է ԱՊՀ-ի շրջանակներում, ուրեմն ԱՊՀ-ում մենք չենք կանգնացրել, ես չեմ տեսել որևէ այսպիսի գործողություն Հայաստանի ղեկավարության կողմից, որ ԱՊՀ-ում մենք մասնակցություն չունենանք, կամ շատ ավելին ասեմ, ԵԱՏՄ-ում։ ԵԱՏՄ-ն Հայաստանի ԵԱՏՄ-ն գործող իշխանության համար պետք է, որովհետև դա հիմնական գործիքն է, հիմնական արտահանման ուղղությունն է։ Դիվերսիֆիկացիա։ Այո, հնարավորություններ կան, միանշանակ կան հնարավորություններ։ Եվ այդ դիվերսիֆիկացիայի համար շատ մեծ հնարավորություն է այն, ինչ կոչվում է Թրամփի ուղի այսօր, որովհետև Թրամփի ուղին ես առաջին հերթին դիտարկում եմ որպես մի գործիք, որը մեզ հնարավորություն կտա ունենալ բաց հայ-թուրքական սահման։ Հայ-թուրքական սահմանի բացման դեպքում մենք ուղիղ ճանապարհ ենք ունենում դեպի եվրոպական շուկա եւ այդ մասին ոչ մեկ չի խոսում իրականում դեպի հարավ։ Դեպի արաբական աշխարհ Թուրքիայի տարածքով, որովհետև իրանական տարածքը ցավոք սրտի հաշվի առնելով այդ երկրի ղեկավարության, ոչ այնքան այսօրվա իրողությունների հետ հաշտ լինելը, իրականության հետ հաշտ լինելը, աշխարհակական եւ աշխարհատնտեսական մենք խնդիրներ ունենք այնտեղ մեր տրանզիտը կազմակերպելու համար։ Եվ աշխարհի համար ավելի ընդունելի է, եկեք ասենք գլոբալ իմաստով էլ Թուրքիան կամ թե Իրանն է։ Ну, իհարկե, այստեղ ոչ մի լավ բան չկա մեզ համար, բայց դա այդպես է։ Հետևաբար Թուրքիայի համար Թուրքիայի այդ բաց սահմանը մեզ համար նշանակում է ճանապարհ դեպի արևմուտք եւ դեպի հարավ։ Սա դիվերսիֆիկացիայի շատ կարևոր գործոն է, որը կնպաստի։ Երկրորդը, իհարկե, մենք պետք է արտադրենք այնպիսի ապրանքներ, որոնք կարողանանք արտադրենք օրինակ Արաբական Միացյալ Էմիրություններ։ Արաբական Միացյալ Էմիրություններ ապրանք արտահանելու համար պետք է լինի լիցենզիա, պետք է լինի սերտիֆիկատ։ Սերտիֆիկացիոն պետք է անցնել։ Մենք դա չունենք այս պահին եւ այդ ուղղությամբ չենք էլ մտածում։ Ես Դուբայի մեծ խանութներում, հիպերմարկետներում աշխարհի տարբեր կետերից ապրանքներ եմ տեսել, օրինակ ջուր, հայկական ջուր չեմ տեսել։ Որտեղից ասես ջուր կա, հայկական ջուր չկա։ Հայ մի քանի տենց մուրաբաբան կար տեսել եմ մի երկու տեղ, բայց մեր ամբողջ այդ ապրանքատեսակները չեմ տեսել։ Հիմա խնդիրը ինչու՞մ է։ Ինչու օրինակ Դուբայում բերում են խնձորներ Ավստրալիայից եւ Նոր Զելանդիայից դրված է, ինչ լոգիստիկայով անցնում, ինչ ճանապարհ անցնում, բայց այ Հայաստանից չեն տանում, որը անգամներով մոտիկա։ Հարց է առաջանում ինչու։ Եվ մեջ վերջում մենք մեծ մերձավոր արևելքի մաս ենք, որ մեջ մտնում ենք Պարսից ծոցի, գիտենք արաբական։ Իհարկե, եւ ես դες վստահեցնում եմ, որ արաբական աշխարհում մեզ շատ ավելի լավ են ճանաչում, ավելի դրական են վերաբերվում, քան օրինակ ավստրալիացիներին կամ նոր զելանդացիներին։ Սա ավելի լավ իմաստով։ Այնպես որ հնարավորությունները կա, ես չեմ տեսնում ցանկություն։ Մեր բիզնեսը իրեն շատ լավ է զգում, չգիտեմ ինչով է լավ զգում, ռուսական շուկայում, բարբերաբար ուղղակի այդ ճանապարհը փակվում է։ Բարոյներն էլ բողոքներ էին անում։ Բոլորը բողոքում են, բայց արտահանումը չեն ուզում կասեցնում, շարունակում են աշխատել ռուսական շուկայի վրա։ Հետո վրացիներից են բողոքում, որոնք ինչ-որ բաներ են սկսել, այնտեղ թալանչիական գործողություններ են սկսել, հիշել են Շևարդնաձեի կամ Սախուրջեի տարիները եւ նորից սկսել են թալանել մեր բիզնեսը, ինչը նաեւ ուղիղ արծացվում է նաեւ մեզ վրա։ Այնուամենայնիվ դիվերսիֆիկացիայի ցանկություն ես առայժմ չեմ տեսնում։ Հնարավորություն կա։ Ուղիներ կան։ Մենք գնում ենք այդ ուղղությամբ, բայց գնում ենք շատ դանդաղ եւ այստեղ կան եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոններ։ Խոսենք հայ-ռուսական հարաբերություններից, այսօր շատ ճիշտ նշում են, հա, մեր բոլոր քաղաքական վերլուծաբանները, փորձագետները, նույնիսկ լրագրողները արդեն, այսինքն դուրս գալով այսպես ասած ավանդական, հա, այսպես կլիշեատիպ մտածելակերպից, իրենք ճշգրտորեն թվարկում են, այս արեց Ռուսաստանը մեզ, դավաճանեց մեզ, խաբեց, ստորություններ արեց հայ ժողովրդի նկատմամբ եւ այլն, բայց որպես եզրակացություն, ինչ կետի ենք մենք գալիս դրանից հետո, մնում ենք Ռուսաստանի հետ, վերանայում ենք հարաբերություններ, Ռուսաստանին անտեսել չեն կարող, ջայլամի քաղաքականություն վարել չեն կարող, սա ճիշտ եզրակացություններ է ի վերջո, այս ամեն ինչից ինչ որ Ռուսաստան արեց, վերանայում հարաբերությունների, բայց լուրջ վերանայում, ոչ թե այն ինչ որ ըստ էության Հայաստանի իշխանությունները արեցին, որովհետև նույն մակարդակի հարաբերություններն ինչ որ ըստ էության 2020-ից հետո ես օրինակ շատ տարբերություն այդպես չեմ տեսնում, էլի։ Իհարկե լավ է որ միջնորդական հարթակների իմաստով գոնե թե չեն գնում Ռուսաստանի իմաստով, բայց մնացած եւ դուք ճիշտ նշեցիք ԱՊՀ-ն, ԵՏՄ-ն եւ այնպես էլ չի որ հապկի այդպես ասած զորավարժությունները, որոնք որ
մնացած ժամանակներում շատ մասնակցում էինք, ստեցյալ նույն վիճակն է, նույն հապկում սառեցված վիճակն է արդեն 2-3 տարի, չէ՞, եթե չեմ սխալվում, կարծեմ։ 22-ից է։ 22-ից, այո, 22 թվականի։ Հստակ ես դες կարող եմ 22 թվականի սեպտեմբերից, ջերմուկից հետո։ Որովհետև 23 թվականի էթնիկ զտումները կարծեք թե այդ վերջին կետներ միշտ դա են պատճառաբանություն բերում, չէ՞, Արցախում մեկ ռուս խաղապահներ կան, պետք չէ նրանց զայրացնել եւ այլն, որպես ասած բոլոր շրջանակները մի հատ հնարավորություն տանք Ռուսաստան։ Հիմա պետք է Ռուսաստանին երկրորդ շանս տալ ձեր տեսակետն հետաքրքիր։ Ես չեմ կարծում, որ Ռուսաստանին մենք պետք է տանք շանս կամ կարող ենք տանք շանս։ Տեսեք, ես ռուսերեն մտածող մարդ եմ։ Ես ռուսական կրթություն ունեմ։ Եվ ես շատ լավ եմ ճանաչում ռուսներին, շատ լավ եմ ճանաչում ռուսներին։ Երբ որ դու փորձում ես ռուսի հետ խոսել այսպես բարյացակամ, հա, իրենց մենտալիտետն է։ Բարյացակամ փորձում ես нет проблем, հա, դու այդ խնդիրները ստեղծում ես քո գլխին։ Ռուսական մտածելակերպը, ռուսական բիդլոյի մտածելակերպը, իսկ ցավոք սրտի Ռուսաստանի քաղաքական էլիտան ասել, դա բիդլո մասան է։ Ես սա ոչ թե ասում եմ, որ ինչ որ պիտակներ կպցնեմ կամ ես ուրախանում եմ դրանով, ոչ։ Իրենց հետ պետք է խոսես այդ լեզվով։ Ալիևի լեզվով ոնց որ։ Շատ լավ եք նշել, շատ լավ նշեցիք։ Հեշտացրեցիք իմ գործը, Ալիևի լեզվով։ Այսինքն, երբ որ դու տեսնում ես, որ ինքը իրան խելոք չէ, բան պետք է ապտակ տաս։ Ինքը այդ ապտակից հետո միանգամից սթափանում է, ռուս խմողը, ալկաշը ոնց է իրան պահում։ Ու գալիս է շուտ բաներ ասում, մի հատ ապտակում ես, ինքը միանգամից հանգստանում է։ Հիմնականում է տենց է, իրանք տենց են, իրենց մենտալիտետը տենց է։ Հիմա մենք գնում ենք, ասում ենք, չէ, մենք դեմ չենք, մենք շատ ենք ձեզ սիրում, շատ ենք ձեզ հարգում, չենք ուզում ձեզ խափենք։ Դուք եք օգտվեք այդ տրիպներից եւ այլն, այսպես։ Ոչինչ որ դուք մեզ խափել եք, ոչինչ որ գցել եք, ոչինչ որ ձեր ձեռքերի վրա առևտուր եք արել մեր հաշվին։ Ոչինչ որ ձեր ձեռքերի վրա կա մեր արյունը։ Մենք չենք նեղանում, բայց մեզ ուղղակի բան չասեք, մենք մեր համար հանգիստ ապրենք, դու լավ։ Նոր բան մի արեք, նոր Արցախ մեր գլխին մի բերեք, չէ՞։ Մի արեք, հա, մենք դեռ այդ հանգիստ կապրենք, կմոռանանք անցյալը, ամեն ինչ լավ է լինելու։ Ես չեմ ասում, որ դա վատ է։ Միգուցե նաև լավ է, բայց դա չի լինելու։ Որովհետև դրան խանգարում է խոչընդոտում է ռուսական մենտալիտետը։ Այն մենտալիտետը, որը այսօր նստած է Կրեմլում։ Դրա համար սա ոչ պրոդուկտիվ է, սա ոչ էֆեկտիվ մոտեցում է։ Իմ համար սա է կարևորը, ոչ թե դա լավ է կամ վատ է, միգուցե եւ լավ է, բայց դա չի աշխատելու։ Եթե այսպեսին է մոտեցումը, այստեղ մնում է մի հնարավորություն, մենք չենք կարող Ռուսաստանի հետ թշնամանալ, ես դրան դեմ եմ։ Ես դեմ եմ այնպիսի էմոցիոնալ քայլերի, օրինակ հապկից դուրս գանք։ Չէ, ես ինքս եմ ասում, հապկը մեզ համար բեռ է, միշտ բեռ է եղել։ Հիմա բեռ չի։ Ընդհանրապես ոչ մի բան է։ Արևմտյան զենք ստանալու համար դա ոչ մի խոչընդոտ չի ներկայացնում իրենից։ Իսկ ինչն է պատճառը, որ Միացյալ Նահանգները զենք չի վաճառում Հայաստան։ Միացյալ Նահանգները զենք չի վաճառում մի քանի պատճառով, տեխնոլոգիական խնդիրներ կան, եւ այստեղ այն չի կարևորը, թե հապկի անդամ ենք, թե հապկի անդամ չենք։ Մենք ոչ անվտանգ տարածք ենք այս առումով։ Մեր երկրի տարածքում վխտում է ռուսական ագենտուրան։ Մենք հապկում կլինենք, թե ՆԱՏՕ-ում կլինենք։ Հոպի մեջ ենք ռուսական, դրանից դա չի փոխվելու։ Մեր բանակում, մեր համապարփակ, ու չեմ ուզում բոլորին թվարկել։ Կա ռուսական ագենտուրա եւ որևէ ամերիկացի տեխնոլոգիական առումով, անվտանգային առումով ոչ մի երաշխիք չունի, որ վաղը այդ զենքը եւ նրա բոլոր այդ գծագրերը չեն հայտնվի ռուսական գենշտաբում։ Հա, այդ իշխանությունները այսինքն այս իմաստով տնային աշխատանքեր չեն կատարում։ Կատարում են։ Ագենտուրայից մաքրվում են։ Չէ, եկեք լինենք հերթական անգամ մարդար, շատ մեծ աշխատանք է կատարվում վերջին տարիներին, բայց այդ աշխատանքը դեռ վերջնական նպատակին չի հասել, այդ մարդիկ դեռ կան։ Տարբեր։ Առաջին հերթին կան զինված ուժերում։ Ես սա ցավ եմ նշում։ Երբ որ այդ ամեն ինչը մենք կավարտենք, կմաքրենք, երբ որ այդ հավանականությունը դիչնի, իրենք ռիսկերը գնահատում են, չէ՞, ամերիկացիները։ Ամերիկացիները լուրջ մարդիկ են։ Բայց դանդաղ չեն տեմպեր, այս տեմպերով կարող է 50-100 տարի Հայաստանը այնքան բարդ իրավիճակում է, որ մեզ համար ամեն օր է, չէ՞, ու աշխարհն շատ դա նշում եմ, որ ամենաթանկ ռեսուրսը մեզ համար, բոլորի համար, մեզ համար կրկնակի դա ժամանակն է, որտեղ մենք շատ մեծ ժամանակ ենք կորցրել։ Մենք միշտ ասում ենք, չէ՞, մենք գտնվում ենք տրանսֆորմացիոն փուլում։ Լավ է, տրանսֆորմացիոն փուլը 91 թվականից 35 տարի, 34 տարի անցել է։ Մենք դեռ շարունակում ենք այդ փոփոխությունների մեջ բարեփոխումներ, կրթական համակարգ, ռազմական կրթական համակարգը ես ինչ հիշում եմ բարեփոխվում է։
Այսինքն չի կարելի այտենց պետք է մի հստակ ինչ-որ մի բան ընտրել եւ այդ ճանապարհով գնալ, ոչ անդադ փոփոխել։ Մի նախարարը գալիս է, մյուսի նախարարի քանդումը արած։ Այս մեկը գալիս է սրանն է քանդում։ Դից մենք անվերջ բարեփոխումներ ենք լինելու, որոնց անունն է մենք բարեփոխում։ Այնպես որ այստեղ լուրջ ռիսկեր կան եւ խնդիրը հապկը չի։ Խնդիրը մեր ներսն է։ Որից մենք պետք է ազատվենք։ Ես իդեպ հապկի մասին նաեւ տեսակետ եմ լսել, որ Հայաստանը պետք է գնա մասնակցի այդ նիստերին եւ խոչընդոտի բոլոր այդ որոշումները, որոնք կարող են դրան դուք տեսակետին կողմ չեք։ Ես համաձայն չեմ դրան։ Մենք ուղղակի պետք է հապկը անտեսենք։ Ընդհանրապես անտեսենք։ Թղթի վրա թող մնա։ Վերջերս Հայաստանի Հանրապետության առաջին նախագահն էր հետաքրքիր հայտարարություն արել Ռուսաստանի մոդերի մասին խոսեցինք, Ռուսաստանի ներկայությունը հույժ անհրաժեշտություն էր համարել, ի թիվս նրա, որ Ռուսաստանը հուսալի բարեկամ է Հայաստանի, այս ներկայությունը որովհետև շատերը խոսում են, որ Ռուսաստանը արդեն գնում է, Ռուսաստանի տարածաշրջանից դուրս մղման գործընթացը ըստ էության սկսվել է, եւ սկսվել է հենց ուկրաինական պատերազմից 2022 թվականի փետրվարից։ Դուք որ մոտեցման կողմնակից եք, այսինքն շատերն ասում են Ռուսաստանը արդեն գնացել է, պետք չէ ուշադրություն դարձնել, նաև ուզում եմ նախ առաջին մասով աղամտեք առաջին նախագահը թե ոչ եւ երկրորդ մասով Ռուսաստան կա թե չէ։ Ես ներողություն եմ խնդրում, միգուցե սա շատ մեծ ճոխություն է քաղաքական վերլուծաբանի համար, բայց ես վաղուց առաջին նախագահի ելույթներին չեմ հետևում։ Ինչու չեմ հետևում, որովհետեւ ես գիտեմ ինքը ինչ է ասելու։ Դա ինքը վաղուց դարձել է շատ կանխատեսելի մարդ, քաղաքական գործիչ, ամենայն հարգանքով։ Իսկ եթե դու գիտես ինքը ինչ է ասում, դու նրան չես լսում։ Դա ոչ միայն իրեն է վերաբերում, շատերին է վերաբերում։ Դուք արդեն ասացիք, չէ՞, թե ռուսական նարատիվները, Ռուսաստանը մեր բարեկամն է, Ռուսաստանը եղել է հուսալի, շատ։ Ռուսաստանը եղել է, չգիտեմ, հուսալի կամ ոչ հուսալի, մեր բարեկամը, ես ինձ թիվը կասեմ, մինչև 2007 թվական։ 2007 թվականին Ռուսաստանը արդեն հուսալի չի եղել։ Որտեվ Պուտինը սկսել է։ Այո, իհարկե, բաց կերպով այդ մարդը Սովետական միություն երկու։ Բաց ասել է այդ մարդը սաղ Մյունխենում։ Որևէ մեկը նույն առաջին նախագահը, ես այն ժամանակ իրեն դեռ լսում էի, խոսել է այդ մասին։ Հասկացել է ինչա տեղի ունեցել։ Մենք չենք հասկացել, լավ, երիտասարդ ենք եղել, չենք հասկացել, քաղաքական գործիչ չենք։ Ինքը լինելով առաջին նախագահ, մեծ փորձ ունեցող քաղաքական, ինչի չի խոսել այդ մասին։ Չի ասել, որ մենք ունենք լուրջ խնդիրներ։ Այդ խնդիրները ինքը ես միակ գործողությունը, որը Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակին արել է եւ ճիշտ արել, դա նրա 97 թվականին գրած հոդվածն էր։ Այն ժամանակ այդ պատերազմի խաղաղություն ինքը շատ ճիշտ մոտեցում է ցուցաբերել։ Ցավոք նրան չեն լսել։ Մենք այդտեղ ենք սխալվել։ Դրանք 2007 թվականից սպասեցիք, հիշում եմ, որ պարծենում էր ըստ էության առաջին նախագահ, որ բոլոր Ռուսաստանի այդ պայմանագրերը իրորոք են կնքվել, սկսած ՀԱՊԿ-ից, ԱՊՀ մտնելուց, հայ-ռուսական հոբի պայմանագրից, գազային պայմանագրից, մեծ պայմանագրից, գիտեք 97-ի բարեկամության։ Դե հիմա թող ասի այդ պայմանագրից որ մեկն է աշխատում այս պահին։ Բացի ԵԱՏՄ-ից, որը իրորոք Թե ոչ մեկը չի աշխատում 97 պայմանագրի որ դրույթն է աշխատում։ Ռուսաստանը ինչով ապահովում մեր անվտանգությունը այսօր։ Օրինակ, չէ՞։ Այսինքն այդ ամեն ինչը վաղուց ռուդիմենտ է։ Ռուսաստանի հետ հարաբերությունները մեզ համար ռուդիմենտալ են։ Ես նորից եմ ասում, սա ոչ լավ է, ոչ վատ է, սա իրականություն է։ Ես չեմ ուզում նույնիսկ այդ մասին խոսել։ Ձեր երկրորդ հարցը կներեք։ Ռուսաստանի գնալը տարածաշրջանից գնացել է։ Ռուսաստանը չի գնացել տարածաշրջանից։ Ռուսաստանը գնում է տարածաշրջանից։ Ռուսաստանը չի գնացել տարածաշրջանից այնքան ժամանակ, քանի Հայաստանում կա ռուսական ագենտուրա։ Ռուսաստանը չի գնացել տարածաշրջանից այնքան ժամանակ, քանի Հայաստանի դեմ վարում է հիբրիդային պատերազմ, հայկական ժողովրդավարության դեմ վարում է հիբրիդային պատերազմ, եւ օրինակ 26 թվականի ընտրություններին մենք կտեսնենք դրա գագաթնակետը։ Որտեղ այսօր այդ բոլոր ուժերը, որոնք որ Ռուսաստանի շահերն են սպասարկում, ես իրենց անվանում եմ 5-րդ շարասյուն, Հայաստանի ներսում նրանք փորձում են վերադարձնել մեզ այդ ռուսական գծի մեջ։ Ես անկեղծ եմ ասում ձեզ, ես վստահ եմ դրանում, որ այդ ռուսական գիծը ոչ թե մեզ համար է վնասակար, լիքը վտանգներ է, այլ նաև իրենց համար։ Այդ մարդիկ, ովքեր որ ուզում են, որ մենք վերադառնանք Ռուսաստան, դա իրենց էլ է վնաս լինելու, վնաս տալու։ Դա իրենց ապագային, քաղաքական ապագային, ընդհանրապես իրենց ապագայի համար վնաս, որտեղ Ռուսաստանը այսօր շատ դանդաղ, բայց կործանվող պետություն է։ Ես չեմ ասում Ռուսաստանը կքանդվի, ոչ, ես դրան չեմ հավատում։ Ռուսաստանը մնալու է։ Ինչ ձևով է մնալու, ինչ վիճակում է մնալու, ինչ է լինելու Ռուսաստանի տարածքում, ինչ կարող է Ռուսաստանը առաջարկել իր գործընկերներին, մեզ օրինակ, ինչ ունի, առաջարկ ունի Ռուսաստանը չունի առաջարկ, Ռուսաստանը մեզ ասում է,
դու պիտի լսես ինձ, ես պիտի քեզ վաճառեմ, ու դու պիտի սուսուփուս լսես ինչ որ ես քեզ ասում եմ։ Ես քեզ կվաճառեմ Թուրքին, ինչպես Արցախը վաճառեցի։ Դու պիտի սուսուփուս դա ընդունես։ Վերջ։ Հիմա դրանից ազատվելու քայլը ռուս գործակալական ցանցից ազատվելն է։ Մնացած բազան չգիտեմ դուրս հանել, պայմանագրերը չեղարկել, դենոնսացնել, պետք է ինքնամաքրվենք ներսից։ Երբ որ ինձ եկեղեցու մասին հարց են տալիս, ասում են, այ կաթողիկոսին պետք է կալանավորել, պետք է չգիտեմ ինչ անել, ասում եմ, եկեղեցին պետք է ինքնամաքրվի։ Քաղաքական իշխանությունը չպետք է դա անի, ես չպետք է դա անեմ։ Եկեղեցում կա մարդիկ, անկեղծ մարդիկ, հավատացյալ մարդիկ, հոգևորականներ, որոնք պետք է ներսից դա անեն։ Վերջ։ Մեր պետությունը պետք է ներսից ինքնամ։ Այստեղ քաղաքական իշխանությունը մեծ անելիքներ ունի։ Ռուսական բազան միանշանակ պետք է Հայաստանի տարածքը լքի։ Մեր սահմանները միանշանակ պետք է մենք պաշտպանենք։ Ես տեսնում եմ, որ այդ ուղղությամբ քայլեր արվում են։ Զվարթնոցը հայ-իրանական սահմանը ընդունելի է, ողջունելի։ Արվում է, սա կարողությունների հարց է։ Ես հույս ունեմ, որ մենք դա կտեսնենք, որ այդ բազան վերջնականապես դուրս կգա այստեղ, որովհետև իրենց ներկայությունը այստեղ որևէ բացատրություն չունի։ Պատճառ չկա, որ իրենք այստեղ լինեն։ Իրենք մեզ թուրքերից չեն պաշտպանում, չեն պաշտպանել եւ երբևիցե չեն պաշտպանել։ Ինչի համար են ընդ։ Որ Պերմակովան է։ Որպեսզի լինի ռուս-թուրքական սահման, ոչ թե հայ-թուրքականը։ Շատ ճիշտ եք։ Բայց տեսեք, սառը պատերազմը վաղուց ավարտվել է։ Չկա սովետական միություն, չկա արևմուտք, արևելք սահման։ Հետևաբար Ռուսաստանի ներկայությունը դա որևէ իր մեջ նպատակադրում չունի։ Ավանդույթով մնացել է իր վերջին սահմանն է։ Դե մնացել են ընդ ինչ որ գործողություններ են անում, միգուցե նաև մեզ են վախացնում ինչ որ ուժով, ես չեմ կարող եմ հասկանալ որ տրամաբանությունը, բայց մեզ իրենք պետք չեն այնտեղ։ Եվ ես վստահ եմ, որ այնտեղից մենք պետք է գնան, բայց մենք պետք է ինքնամաքրվենք մեր մեջից, ներսից առաջին հերթին, եկեղեցին, քաղաքական դաշտը, մենք բոլորս, որպեսզի դառնանք նորմալ պետություն։ Մեր բալթյան երկրների օրինակը վերցրեք։ Ինչի նրանք այն ճանապարհը, որով մենք անցնում ենք մի քանի տասնյակ տարի եւ վերջը չի երևում, մի քանի տարում անցան։ Միանգամից լյուստրացիա արեցին։ Միանգամից կեղտը ասենց հանեցին ներքևից ու բոլորին ցույց տվեցին։ Գուցե որովհետև իրենք իր սկզբանե դիվերսիֆիկացիա տանում էին, չնայած այնտեղ կոնկրետ արևմտյան քաղաքականություն է, բայց օրինակ Հայաստանին, չգիտեմ, գիտեք այդ պատմությունը թե չէ, որ առաջին նախագահին դեռևս առաջարկել են Տարաքսի օդանավակայանը վարձակալել ամերիկացիները, բայց ինքը մերժել է այդպես նախկին դիվանագետերի մյուրը եւ դա ասած, այսինքն միայն մի կենտրոնից կախվածությունը դեռևս 90-ականներից է, էլի սկսվել։ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, ես Սերժ Սարգսյանը այնքան քայլեր են արել, որոնք խոչընդոտել են մեր ինքնիշխանությանը։ Օրինակ, ես վերջերս ենք բոլորովին իմացել, գաղտնազրծվել է մի փաստաթուղթ Ամերիկայում, որտեղ Բիլ Քլինտոնը ուղիղ տեքստով, եթե ես չեմ սխալվում, 2001 թվականին Պուտինին առաջարկում է, ասում է Q West-ը չի եղել, եկեք նոր տարբերակ մշակենք, միգուցե մենք կարող ենք միջանցք տրամադրել Ադրբեջանին, Նախիջևանի համար, բայց Ղարաբաղը պահպանվի հայկական, միգուցե փորձենք այլ ճանապարհով գնալ։ Պուտինը ասում է, սա սահագրություն է, պաշտոնական փաստաթուղթ է։ Ասում է, գիտեք, չէ, ես խոսել եմ Ռոբերտ Քոչարյանի հետ, ինքը դեմ է։ Ինքը դեմ է, ինքը ասում է, թող այդ հարցը սենց մնա։ Ղարաբաղյան հարցը թող սենց մնա 2001 թվականին։ Ադրբեջանը ուժեղանում է, մենք թուլանում ենք։ Թող մնա, ասում է։ Հիմա այստեղ երկու տարբերակ կա, ես երկուսին էլ հավատում եմ, կամ Պուտինը ստել է այդ ժամանակ, եւ եթե ստել է, ուրեմն Ռոբերտ Քոչարյանի ասածը իր համար ընդհանրապես որևէ հիմք չէր եւ կարեւորություն չուներ, երբ որ ասել է, որ Քոչարյանն է դեսպան, կամ իրոք Քոչարյանը դա ասել է։ Երկուսին էլ ես համաձայն եմ։ Երկու դեպքում սա ուղղված է եղել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի դեմ։ Ես օրինակ հիշում եմ 90-ականներից էլի գաղտնազրծված փաստաթուղթ, որտեղ պետքարտուղարը Միացյալ Նահանգների, երբ խոսում էր ուրեմն Ֆրանսիա Ժակ Շիրակի հետ, նախագահի, ասում է հասկանում էր, որ Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ցանկանում է, որ Արցախում տեղակայվեն ռուսական խաղաղապահներ, դրա այդ գաղտնազրծված այդ փաստաթուղթը, այսինքն այդ ժամանակվանից ամեն ինչը Ռուսաստանին արդեն տվել էին, բայց այսպես էլի պահանջարկային մեզ այդ թվերին ուղղակի կային Արցախում մարդիկ, ողջամիտ մարդիկ, որոնք հասկանում էին դրա գինը եւ իրենց աշխատանքի միջոցով, իրենց աշխատանքի արդյունքում դա տեղի չի ունեցել։ Սա է իրականություն։ Թե չէ Լևոն Տեր-Պետրոսյանը որոներ վաղուց մի հատ էլ 102-րդ Ստեփանակերտում էր կանգնած։ Եվ միգուցե այդ դեպքում 44 օրյան շատ ավելի շուտ լիներ։
Այսինքն սա մեզ համար որևէ կերպով անվտանգության երաշխիք չէր եւ այդ ժամանակ այդ ողջամիտ մարդկանց քայլերի միջոցով Լեռնային Ղարաբաղը այդքան տարի ռուսական ռազմական ներկայությունը այնտեղ չի եղել։ Դե հիմա թող ինչ որ մեկը դուրս գա, ասի որ այդ դեպքում պատերազմ չէր լինի։ Եվ մենք հիշում ենք իրենք նաև Սերժ Սարգսյանի տարիներին, ինչպես էին Սերժ Սարգսյանին պարտադրում ըստեյության, որ Լավրովի պլանը պետք է կատարել, չէ՞։ Այստեղ հա պետք է խաղաղապահները պետք է գան, իհարկե իրենք դա ասում էին Միսկի խմբի պլան, բայց հասկանալի էր, որ դա եւ տվավարությունը թե Հայաստանն էր մերժող, այսինքն Ադրբեջանը այդպես վազելով համաձայն։ Սարգսյանը ասաց, չէ, հետո երբ որ արդեն նախագահ չէ, Կազանում ես պատրաստ էի, դեռ 11 թվին այդ փաստաթուղթը ստորագրել։ Տալի է վճռել։ Եվ ինքը նաև ասաց, որ Bloomberg-ի հարցազրույցը, չգիտեմ քիշեք, տարիներ առաջ Սերժ Սարգսյանի, որ ռուս խաղաղապահների տեղակայման հնարավորություն չի տեսնում։ Այսինքն դեռ նույն այդ ժամանակ կապաստորեն այդ հարցը եղել է, չէ՞, սեղանի վրա, ինչքան էլ որ ասեն, սա Միսկի խումբը է, հարցը եղել է 94 թվականից սկսած, երբ որ պայմանագիրը հրադադարը կնքվել է, այդ ժամանակվանից ռուսները ամեն ինչ արել են, որպեսզի Լեռնային Ղարաբաղում ունենան սեփական ռազմական բազա։ Սա իրենց համար իդեա ֆիքս է եղել, միշտ։ Եվ ես նորից եմ ասում, ուղղակի կային մարդիկ, խելացի մարդիկ Լեռնային Ղարաբաղում, որոնք հասկանալով այդ ամենի վտանգը դա թույլ չեն տվել։ Քանի որ եկանք Արցախյան խնդրին, պարոն Ստեփանյան, ուզում եմ ճշտումներ կատարել, դուք ես գիտեմ, որ նաև բավական ինսայդների տիրապետում եք, ես գոնե թե ձեզ լսելուց այդպիսի եզրահանգման եկել եմ։ Դուք ամերիկյան եւ եվրոպական պլանները Արցախյան кейսով գոնե այս 2020 թվականից հետո տարբերակում որոշակի կար կարծեմ թե նրբությունների, հա, դուք կարող եք ասել։ Ասում են, որ Միացյալ Նահանգների ձեր մեկ հարցազրույցն եմ հիշում, որ խոսում եք այնտեղ ուղիղ բանակցություններ էին նախատեսում, ուզում էին առանձնացնել ամեն դեպքում։ Ես հիշում եմ Միացյալ Նահանգների ներկայացուցիչի ելույթը ՄԱԿ-ում օրինակ 22 թվականի դեկտեմբերին, որտեղ խոսում էր Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներից, օրինակ, որը չկար, հա, նույնիսկ Ֆրանսիայի ելույթում չկար, եթե չեմ սխալվում։ Այսինքն Միացյալ Նահանգների եւ Եվրամիության մեջ որոշակի տարբերություններ կար, թե դա նույն պլանն էր։ Տեսեք, նախ չկար պլան։ Արևմտյան պլան։ Արևմտյան պլան չի եղել, երբևիցե չի եղել։ Եղել են փորձեր, Q-West-ը եղել, հա, մենք էլ դա գիտենք, տարբեր տեղերում են եղել փորձեր հասնել ինչ որ առումով խաղաղության եւ որպես այդ կոնֆլիկտը ավարտվի, բայց եկեք հասկանանք ինչ է եղել իրականությունում։ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը ստեղծվել է ռուսական ԿԳԲ-ի պլանով հիմնականում, երբ որ սովետական միությունը քանդվեց, երբ որ նա սկսեց քանդվել, այդտեղ հիմարներ չեն նստած։ Մենք մտածեցին, ոնց ենք անելու, որ սրանց այս 15 պետություններին պահենք մեր օրբիտայում, հա, ազդեցության։ Տաջիկստան, քաղաքացիական պատերազմ, Կырգызստան, Տաջիկստան, Կырգызստան, Ուզբեկստան, Մոլդովա, Մերձնեստր, Վրաստանում, որտեղ եղել են հնարավորություն, հա, որտեղ եղել է կոնֆլիկտոգեն ինչ որ օջախներ կայծը գցել են, հա, Հարավային Օսիա, Ცხինվալի ռեգիոն վրացիները, ինչպես ասում են, Աբխազիա, Լեռնային Ղարաբաղ, Մերձնեստր ասացիք, որտեղ Մերձնեստր ասացի, մի խոսքով որտեղ դա հնարավոր եղել իրենք արել են։ Այնպես է ստացվել, որ ամենամեծ մասշտաբները ցավոք սրտի եղել են Լեռնային Ղարաբաղում։ Եվ ուրախություն մեզ Այաս Մութալիբովից հետո այնտեղ եղավ Աբուլ Ֆազել Չիբեյը եւ Էլչիբեյը հայտարարեց, որ նրանք որևէ կապ Ռուսաստանի հետ չունեն, նրանք թուրք են եւ նրանք իրենց ճանապարհը Թուրքիան է։ Այդ ժամանակ ռուսական քաղաքականությունը միանգամից փոխվեց։ Եթե միջև այդ նրանք պաշտպանում էին ադրբեջանցիներին, Կոլցո օպերացիա, ամեն ինչ անում էր ռուսական ԱՄՆ-ը իրենց օգտին, մեզ ճնշում էին, այդ ժամանակ սկսեց փոխվել, արդեն մեզ չէին ճնշում։ Չոր առումով զենքի մատակարարումները սկսեցին ավելի արագ աշխատել եւ այդ ամենի միջոցով մեր ազատամարտիկները, մեր հերոսները իրենց արյան գնով հասան այնտեղ, որտեղ հասան։ Այդ ժամանակ միջև 93-ին տեղի ունենում իշխանափոխություն Ադրբեջանում եւ գալիս է Հեյդար Ալիևը, որը իրենց ԿԳԲ-ի ՊԱԿ-ի հերթ ԿԳԲ-ի գեներալ էր։ Հերթական անգամ ուրեմն ինչա պետք է պատերազմը կանգնացնել։ Ոնց կանգնացնել, ոնց անել այնպես, որպեսզի դա լինի Ռուսաստանի շահերից ելնելով։ Ահա, պատերազմը կանգնացվեց, ստորագրեցին մի թղթի կտոր, ոչ մի բան չասող։ Միացումը։ Իջիկ եղավ, ոչնչացավ, միացման գաղափարը։ Ինչի միացման գաղափար։ Ինչ որ մեկ այդ հարցը տվել է։ Ինչի մենք Լևոն Տեր-Պետրոսյան պետք է հարցնենք։ Երևի, բայլո։ Ինքը չէր նախագահը։ Ինչ եղավ միացումը։ Ղարաբաղ կոմիտեն ինչ էր, ինչից ստեղծվեց։ Միացումը։ Մեջի չի միացրեցինք, հաղթեցինք, չմիացնեինք։ Ասում են չէինք կարում, թույլ ենք, այն ժամանակ թույլ էինք։ Բայ երբ ենք ուշեղ հիմա։ Ասում են իրավաբանորեն պետք էր գնալ ինքնորոշումը հիմնավորված։ Տարան ինքնորոշումով։ Տարան ինքնորոշումով։ Այդքան տարի ինքնորոշումով այդ բան արեցին։ Ինչ որ մի երկիր ճանաչեց։
Ինչ արեցին օրինակ, որ օրինակ պայմանական Ուրուգվայը ճանաչի Լեռնային Ղարաբաղը։ Ինչն էր խանգարում Ուրուգվային ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Երևի որ Հայաստանն էլ պետք էր ճանաչեր։ Երևի, ինչի չճանաչեցինք։ Այսինքն հարցերը շատ են։ Պատասխանը մեկն է։ Մենք 94-ից մինչև 2020 26 տարի մեր արյան գնով ինչքան մարդ է մահացել սահմանակցում։ Խաղաղ բնակիչներ, զինվորականներ, պահել ենք ստատուս քվոն Ռուսաստանի համար։ Սա Ռուսաստանի համար ենք պահել, մեր համար չենք պահել։ Եվ այն ժամանակ դեռ բարձ էր, ինչով է ամենը վերջանալու։ Հետո պատերազմները բռնկվում էր այն բան, երբ որ Ռուսաստանին պետք էր ստատուս քվոն խախտել 16-ին 2020-ին։ Էսկալացիաները, այո, եւ ամեն ինչը։ Վերջում իրենք եկան մի հանգրվանի, երբ որ որոշեցին հարձակվել Ուկրաինայի վրա, շատ կարճ են պատմում այս ամեն ինչը, շատ ավելի մեծ պատմություն է։ Եկան մի հանգրվանի, որոշեցին, որ Ղարաբաղը իրենց այլևս պետք չէ, ինքնին Ղարաբաղով կվճարեն թուրքերին, թուրքերի լոյալությունը Ուկրաինայի հարցում։ Ուկրաինան 22-ին չի պատրաստվել, 20-ին արդեն պատրաստվում են դրան։ Իրենց այդ պատբրյուշը իրենք սիրում են այդ բառը։ Ռուսաստանի պատբրյուշին կապահովեն, որ Թուրքիան ստեից ինչ-որ կեղտոտություններ չանի, դե Ղարաբաղն է թքած Ղարաբաղի վրա։ Այստեղ պրոռուսական փորձագետներին լսել եք, ասում են, քանի որ Զելենսկին պատերազմից 3-4 օր առաջ ասաց, որ միջուկային զենք տվեք ինձ, որ պատրաստվում եմ ռուսը, դրա համար Պուտինը որոշեց արձակվել։ Ես պրոռուսական գործիչների փոխարեն միջուկային զենքի մասին ընդհանրապես խորհուրդ կտայի չհիշել, որովհետև Ռուսաստանը ստանալով ուկրաինական միջուկային զենքերը 91 թվականին երաշխավոր է կանգնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը եւ մենք տեսանք ինչով դա ավարտվեց, բայց ձեր հարցից մենք մի փոքր շեղվեցինք արևմտյան քաղաքականություն մեծ հաշվով չի եղել, նրանց ինչ էին ուզում, ես ինչի գնացի այս ճանապարհով, Ռուսաստանը այսքան տարի տարածաշրջանը փակ է պահել Հարավային Կովկասը Կողպեքը 3+3 գցել է, հա, չէ, 3+3 չի եղել, մենակ իրենք են եղել, ոչ թուրքերն են եղել, ոչ իրանցիները, որպեսզի բոլոր կոմունիկացիաները գնան իր տարածքով։ Վերջ, եւ դա եղել է։ Բայց հետո նրանք մտան Ուկրաինա, այդ ամեն ինչը վերջը տրվեց, եւ Հարավային Կովկասի հարցը այդ Կողպեքի բանալու գտնելը ակտուալացավ։ Եվ այնպես ստացվեց, որ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմը, սա ցավալի իրողություն է, բայց մենք չենք խաբել ինքներս մեզ։ Տեղի ունեցավ մեծ հաշվով միջազգային կոնսենսուսի պայմաններում, որովհետև այս լուծումը մի ձևի պիտի լիներ տարածաշրջանը պիտի բացվեր։ Եվ ոչ մեկին հետաքրքիր չի Ղարաբաղում այսօր հայեր են ապրում, թե ընդհանրապես ոչ մեկ չի ապրում, իսկ ոչ մեկ չի ապրում։ Կարևորը որ կոմունիկացիաները վերաբացվում են եւ կարևորը որ կոմունիկացիաները վերաբացվում են ոչ ռուսական պլանով եւ ռուսական թաթի տակ վերահսկողություն։ Հա, միջազգային է լինելու, այսինքն ամերիկացիներ, ես որքանով ես հասկանում եմ Եվրամիությունն էլ է մասնակցելու, այս է իրողությունը։ Դե ուզում եմ ճշտել, որ արդյոք այդ ասած արևմտյան չգիտեմ որ ասում եք պլան չկա, բայց այնուամենայնիվ ցանկությունների մեջ մտնում էր, որ արցակոնը դեմոկրատական Միացյալ Նահանգների դեմոկրատական վարչակազմը է, էլի, այդ ձևով հաստատ չէր պատկերացնում, չէ, երևի թե էթնիկ զտումների։ Իհարկե ոչ մեկ այդպես չէր Ռուսաստանից եւ իհարկե երկու դաշնակիցներից, չէ։ Դե մենք ժամանակին եթե ավելի խելամիտ լինենք, եթե այդքան տարի այդ ստատուս քվոն չթափահարենք որպես ինչ որ ձեռքբերում, դա ձեռքբերում չի եղել մեզ համար, ավելի խելամիտ լինենք, փորձենք Ադրբեջանի հետ պայմանավորվել Ռուսաստանի շահերը հաշվի չառնելով այդ հարցը չէր լինի։ Մենք Ղարաբաղում հայեր կապրեին։ Մենք դա չարեցինք։ Մենք հույսներս դրեցինք Բաքվում գտնվողները հիմա որ Բաքվում նստած են Ռուսաստանի արևով երթվում էին։ Հիմա չգիտեմ երթվում են թե ոչ։ Այն ժամանակ երթվում էին։ Սա շատ լուրջ մենթալ խնդիր է։ Սա շատ լուրջ խնդիր է, որը բերել է դրան, ինչին բերել է։ Ռուբեն Դարփինյանի արտադրության նախարար առաջին հանրապետության, չգիտեմ, հուշերը եթե ընթերցել եք, թե չէ ինքն էր ասում ռուսասիրությունը ամենամեծ մեղքն է, էլի, որ 100 տարի առաջ էլ է այդպես եղել։ Ես գալիս եմ համոզման, ես առաջ մտածում եմ, որ սա կեղծ նարատիվ է, իրականում իրենք ուղղակի իրենց կաշվի մասին են մտածում, փողի մասին են մտածում եւ ստամոքսի մասին են մտածում։ Երբ որ Ռուսաստանի շահերն են պաշտպանում, բայց ես եկել եմ մի համոզման, որ բացի այդ բոլոր հանգամանքները կան նաև էլեմենտար ռուսասիրություն, ես չգիտեմ ինչով է դա բացատրվում, չեմ կարող հասկանալ ինչով է բացատրվում։ Ես ինքս ես նորից եմ ասում, ես հակառակ չեմ իմ էությամբ։ Ես ուղղակի եկել եմ X պահի, երբ որ տեսել եմ, որ ռուսների շահերը մեր շահերի հետ այլևս չեն համընկնում, վերջ, չեն համընկնում։ Ոչ թե դա ռուսները վատն են, այլ չի համընկնում։ Եթե չի համընկնում, ուրեմն դու պետք է փոխվես։ Դու չպետք է շարունակես ռուսի սապոգը լիզել։ Դու պետք է փոխվես, դու պետք է հասկանաս ում հետ ես։
ում հետ ես առնչվելու, ով է քո գործընկերը, որտեղ ես դաշնակիցներ փնտրելու, ինչ պետություն ես կառուցելու։ Ոչ թե շարունակես իրենց ապավինել։ Իսկ մեր մոտ դա տեղի չունեցավ։ Ես նորից եմ ասում, դա սկսել է 2007-ին։ Այս գործընթացը 2007-ին է սկսել։ Եվ 20-ին չի սկսել։ Որպես ասած վերջաբան ուզում եմ նաև հիշեցնել ձեր մեկ այլ հայտարարություն 2-3 տարի առաջ, եթե չեմ սխալվում, շրջափակման օրերին էր այդ արձազուրկ տվեցիք, նա խոսեցիք, որ ամեն մի զոհը, որ լինում է Արցախում, պետք է էթնիկ զտումներ ներկայացնել որպես եւ պետք է ներկայացնել շրջափակման ուղղակի հետևանք։ Իհարկե դա չկարողացան անել ոչ Հայաստանի իշխանությունները, ոչ Արցախի, այո, ոչ թե չկարողացան, այլ չարեցին։ Հայաստանի եւ Արցախի իշխանությունները չարեցին դա եւ իհարկե ոչ միայն դա, նաև խոսում եք, որ պետք է Ադրբեջանին ներկայացնել ամբողջ մեր դիվանագետները որպես ահաբեկչական տերորիստական պետություն։ Սա էլ չստացվեց։ Այս չեմ կարող ասել դա նպատակ դադրումով, բայց ստեցան այսօր էլ չկա դա պլաններում, այսինքն գնացին լրիվ ուրիշ օրակարգ է։ Այսօր դա արդեն պետք չի։ Պետք չի։ Ադրբեջանը այլևս բայց տերորիստական պետություն չէ։ Ինքը տերորիստական պետություն է, բայց դա ներկայացնել այլևս պետք չի։ Ես ինչի համար եմ ասում, որ քաղաքականությունը հնարավոր է արվեստ է։ Երբ որ այդ Ադրբեջանը եւ Ալիևը մեզ համար ներկայացնում էր օրհասական վտանգ, այսինքն մենք ամեն օր սպասում ենք, որ հեսա հարցակվելու են։ Ընդհուպ միջև Սյունիքի սեցեսիա։ Այդ ժամանակ մենք պետք է սենց ամեն ինչով, հա, ճանկերով պաշտպանվենք։ Իսկ պաշտպանությունը դա էր։ Միջազգային ատյաններում ներկայացնել Ադրբեջանին հաբեկչական պետություն, Ալիևի դեմ աշխատել։ Ես այդ ամեն ինչից չեմ հրաժարվում։ Բայց եկավ մի պահ Իդեպ ես այդ մասին եմ շատ խոսել երևի կհիշեք։ Ես ասում եի, չէ, Հայաստանում անհրաժեշտ է ամերիկյան դրոշ։ Չէ՞։ Այն ժամանակ։ Դա երասխի գործանում կարգի չէր։ Չէ, դա ամերիկյան դրոշ չէր։ Եկեք ճիշտը խոսենք։ Դա ամերիկյան դրոշ չէր։ Ամերիկյան դրոշ։ Հիմա այդ ամերիկյան դրոշը կա։ Եթե կա ամերիկյան դրոշ, կա ինչ որ։ Trip-ի մասին է։ Ահա, դրա մասին եմ խոսում։ Ես ռազմաբազաների մասին չեմ խոսում եւ երբևիցե չեմ խոսել։ Ես ընդհանրապես կողմնակից չեմ, որ Հայաստանի տարածքում լինի օտար երկրի ռազմաբազա, ով ուզում է լինի, նույնիսկ ամերիկյան։ Ես ինքնիշխան Սրեշի մեջ կարող ենք այդ պարագայում կարող ենք, եթե ունենանք այդպիսի դրոշ տնտեսական տեսքով Եվրամիության դրոշ ունենանք։ 21-րդ դար է, հա, այս դա։ Կարող ենք, ես վստահ եմ։ Օբրայանի հոդվածում տեսել եք, չէ՞, ոնց էր այն կարծացել եք։ Ես վստահ եմ, որ կարող ենք եւ ճանապարհը սա է։ Եթե մենք գնում ենք այս ճանապարհով, այս պահին ներկայացնել Ալիևին որպես ահաբեկիչ, նշանակում է կարակել սեփական ոտքին, այսինքն իրավիճակը փոխվել է։ Եթե իրավիճակը փոխվում է, դու էլ պիտի փոխվես։ Դու չպետք է ասենց մտնես մի կարծրատիպի մեջ ու անընդհատ դա կրկնես։ Թուրքը թշնամի է, Ադրբեջանը, հա, թշնամի է։ Ոչ մեկ չի ասում, որ թշնամի չի։ Բայց եթե դու դա ասում ես, ինչ ես դու ակնկալում։ Դու ակնկալում ես, որ դու դրանով ինչ որ բանի ես հասնելու, թե վնասներ ես կրելու։ Մենք 100 տարի թուրքը թշնամի ասելով ման են գալի։ Ինչ ենք հասել։ Ինչ որ բանի հասել ենք, օգուտ կա դրանից։ Եթե օգուտ կա, ես էլ ասեմ ամեն օր, ես էլ եմ այդպես կարծում։ Բայց դրա մասին պետք չի մա խոսել։ Պետք է սահման բացել։ Պետք է արտաքին աշխարհ դուրս գալ։ Պետք է Ռուսաստանից կախվածությունը նվազեցնել, պետք է դիվերսիֆիկացնել տնտեսությունը, պետք է պետություն սկսել վերջնականապես կառուցել։ Իսկ թե դրա համար թուրքը մեզ անհրաժեշտ է որպես գործընկեր, ուրեմն պետք է գնանք այդ ճանապարհը, ոչ թե գնանք ամեն օր ասենք թուրքը մեր թշնամին է, դրոշներ վառել։ Այդ ամեն ինչը էմոցիա է, որի տակ չկա ոչ մի հստակ նպատակադրում եւ ամենակարևորը չկա հեռանկար։ Մենք այլևս գտնվում ենք բլից ռեժիմում, պարոն Ստեփանյան, ես ես համար պատրաստել եմ բլից հարցեր։ Վախենում եմ ինչից։ Ես այս պահին իմ ամենամեծ վախը դա մեր վերադարձն է ռուսական ծիր։ Ես վախենում եմ դրանից անկեղծ կարող եմ ձեզ ասել, որտեղ ես հասկանում եմ ինչով է սա հղի լինելու մեր երկրի համար։ Եթե լինելու է հղի մեր երկրի համար, վտանգներով մեր ինքնիշխանության համար Հայաստանի Հանրապետությանը, ուրեմն դա վտանգավոր է ինձ համար, իմ երեխայի, իմ ընտանիքի համար։ Ես չեմ ուզում զրկվել իմ ազատությունից։ Ես չեմ ուզում զրկվել իմ իրավունքներից, եւ ես իմ ազատությունը պատկերացնում եմ միայն եւ միայն ազատ եւ անկախ Հայաստանում։ Սա իմ ամենամեծ վախն է այսօր։ Ափսոսում եմ ինչի համար։ Ափսոսում եմ կորցրած տարիների համար։ Մենք 90, ոչ թե 90, 88 թվականից կորցրել ենք, քանի տարի ենք կորցրել։ Մինչև այսօր կարող ենք հաշվել։ Մենք կատարել ենք 360 աստիճանանոց պտույտ։ Անիմաստ պտույտ, որը նույն կետն է բերում։ Եկել ենք լավագույն դեպքում նույն կետը, կորցրել ենք
միլիոնավոր մարդիկ, այսպես ասեմ, որոնք արտագաղթել են Հայաստանից, մահեր են ունեցել, տարածքներ են կորցրել, եւ այս ամենը անիմաստ է։ Մարդկային թուլություն, որը երբեք չեք կարող ներել եւ հասկանալ։ Նախանց։ Հա։ Չեմ հասկանում դա։ Անիմաստ, բոլոր մարդկային զգացումներից եւ թուլությունից ամենաանիմաստ զգացումն է նախանձը։ Սխալ որ ետ անհաշտեք։ Սա ինձ է վերաբերմամբ կորցրած ժամանակ։ Հիասթափություններ ունենում եք այսօր մարդկանցից։ Շատ է պատահում դա։ Կարդում եք ներկայումս եւ ունեք ինչ-որ նախընտրելի գիրք, որը կարող եք խորհուրդ տալ մեր ունկնդիրներին ընթերցել։ Ես միշտ էլ կարդում եմ, փորձում եմ ժամանակ գտնել, որ կարդամ։ Հիմա կարդում եմ Հանտինգտոն, ամոթով եմ ասում դա, բայց նոր եմ հասել այդ գրքին։ Ես եթե խոսքը գնում է երիտասարդների մասին, խորհուրդ կտամ կարդալ Ջումայի 3 հրացանակիրները, սա մի գիրք է, որը աճեցնում է նոր սերունդ, խիզախ մարդկանց, անկեղծ մարդկանց, որոնք գնահատում են ընկերությունը, որոնք գնահատում են ամենամաքուր արժեքները, որոնք կան մարդկանց մարդու մեջ։ Ես դա խորհուրդ կտամ, իսկ ավելի տարիքով մարդկանց համար Ռեմարկի 3 ընկերները, որտեղ այնտեղ կա ամեն ինչ, եւ պատերազմ, եւ ընկերություն, եւ մարդկային զգացումներ, երևի թե այդ երկու գիրքը։ Երիտասարդներից խոսեցիք, անում եք ընկերություն երիտասարդներ, ունեք երիտասարդ ընկերներ։ Փորձում եմ։ Հենց 3 երիտասարդների այդպես ինչ ասոցիացիա կա, իրենց հարցազրույց էի տվել։ Բավականին հետաքրքիր շփում ստացվեց, բավականին լավ տպավորություններ ունեմ։ Ես միշտ ասում եմ եւ նշում եմ, որ մեր երիտասարդները մեզանից լավն են։ Նրանք ավելի կրթված են։ Նրանք կաղապարների մեջ չեն։ Նրանք ամբողջ աշխարհը տեսնում են։ Նույնիսկ իմ սերունդը շատ դեպքերում կաշկանդված է ինչ-որ սահմաններով, ինչ-որ, չգիտեմ, պայմաններով, գոյություն չունեցող սահմաններով։ Մեզ թվում է, որ մեզ բոլոր կողմերից շրջապատում են, աշխարհը փակ է։ Աշխարհը բաց է։ Եվ երիտասարդները դա տեսնում են։ Դրա համար ես միայն եւ միայն ողջունում եմ երիտասարդներին եւ հույս ունեմ, որ իրենք շատ ավելի մեծ արդյունքների կհասնեն, քան թե մեր սերունդը։ Ով է ձեր ճանապարհին ձեր վրա ամենամեծ ազդեցություն թողած անձնավորությունը։ Մասնագիտական շատ մեծ ազդեցություն են թողել 2 հոգի, մեկը դա Իգոր Մուրադյանն էր լուսահոգի, շատ այո, շատ ծանր բնավորություն ունեցող մարդ, որը ինձ տվել է շատ մեծ գիտելիքներ։ Ես նրան անկեղծ դրա համար շնորհակալ եմ, եւ երկրորդը թե որևէ գաղտնիք չկա, դա Մամրել Սարգսյանն է, Փառք Աստծո, ողջ է պարոն Սարգսյանը, հիմա զբաղվում է աշխատանքով, այդ երկուսը։ Եվ ձեր ոլորտում ռեալիզացված համարում եք այսօր։ Ոչ, ես դեռ շատ մեծ անելիքներ ունեմ, շատ մեծ աշխատանք ունեմ եւ շատ մեծ նպատակներ ունեմ, որոնք իմ մասնագիտական առումով եմ ես ասում, որոնք պետք է ես անեմ, որպեսզի զգամ, որ ես հասել եմ այն տոկոսին, որը ես դրել եմ իմ առջև։ Շնորհակալություն, պարոն Ստեփանյան, շատ հետաքրքիր էր ձեզ հետ զրուցել։ Ես եմ շնորհակալ եմ հրավերի համար եւ հետաքրքիր հարցերի, հետաքրքիր ոճի համար։ Իմ հյուրն էր վերլուծաբան Դավիթ Ստեփանյանը։ Կհանդիպենք։